հումոր ասեմ, այնքան ուրախացա, որ վերջերս նայեցի, որ Շվեյցարիան ճանապարհորդելը ներառել է բուժման կուրսի մեջ։ Հիմա եթե ես ինչ-որ որևէ տեղ գնում եմ, ինձ զանգում ասում են որտեղ ես, ասում եմ ինքնաբուժությամբ եմ զբաղվում։ Հիմա ինձ դա է հոգեհարազատ։ Հիմա ես ուզում եմ գնալ առաջ էլի մի հատ անկեղծ խոստովանություն անեմ, ես ինձ ճանաչողները գիտեն, ես սարսափելի շոփինգա գոլիկ էի, սարսափելի ես կարող էի 6 ժամ մնալ խանութում, ասենք Սամվելը զանգում ասում էր, հո դու գիժ չես, ոնց կարելի է 6 ժամ մնալ նույն խանութում, նայում էի, ես կոշիկը վերցնում էի, դնում էի, նայում էի, ես հագուստը եւ այլն եւ այլն։ Հիմա ես արդեն երևի պատերազմից հետո ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ ես խանութ Եվրոպայում մտնում եմ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ծայրահեղ, երբ որ ասենք անհրաժեշտ է ինչ-որ բան գնել, եւ եթե առաջ ես կարող էի այսպես, հա, չգիտեմ, ասենք օրինակ 600-700 եվրո տալ, օրինակ ասենք գնել այս ամենաթանկ բրենդային կոշիկը, հիմա ասենք որ մտնում եմ խանութ, թորնիկիս ասում եմ մի հատ գունավոր մայկանայի, որ 10 եվրոից չանցնի գինը, հասկանում եք, ես չգիտեմ, ինչ որ շատ ռադիկալ բան է փոխվել իմ մեջ, շատ ռադիկալ, որ ես հասկացել եմ, որ ես այս վերջերս երկու շատ թանկարժեք զարդ կորցրեցի, հա, եթե դա լիներ մինչև 20 թվականի պատերազմ, սրտից դարդ կլիներ էլի, իրանք շատ թանկարժեք էին ադամանդներով, ինձ վեճս չէր բացարձակ, որտեվ ես չգիտեմ ինչ փոխվեց, չգիտեմ ինչ այդպես բեկումով, տապորով պատերազմից հետո իմ մեջ բան փոխվեց, որ ես հասկացա, որ պիտի ապրել ամեն օրով, որտեվ վաղը կարող է դու չլինես, վաղը կարող է քո կողքի սիրելի մարդը չլինի